Իմ կարծիքով սրանք քաղաքական հայտարարություններ են, ընդամենը ընտրազանգվածից հերթական անգամ կորուստ չունենալու համար։ Պարզից պարզ է։ Այն, որ ես ասում եմ ու միշտ ասել եմ Սամվել Կարապետյանից ունեն վախ, բառից բուն իմաստով եմ ասում վախ, ոչ թե քաղաքական վախ, ընդհանրապես վախ։ Իրենք վախենում են Սամվել Կարապետյանի անձից։ Իրենք փորձել են բոլոր հնարավոր եւ անհնար ճանապարհներով մարդուն փչացնել, չի ստացվել, որովհետեւ շատերի դեպքում միգուցե ինչ որ չափով, չգիտեմ եւ այլն, Սամվել Կարապետյանի պարագայում ուղղակի չի ստացվել։ Ինչը բերում է վախի, ինչը բերում է, պատկերացնում եք, ասենք, եթե իրենք խնդիր չունենային կոնկրետ այս թեմայով, կառավարության իրենց թիմի կառավարության ղեկավարը չէր մտնելու այս թեմայի մեջ, հավատացած եղեք։ Իրենք ամբողջ թիմով լծվում են այն ժամանակ ինչ որ մի process-ի կամ գործի, որտեղ իրենց արդեն պարտված են, իրենց զեկուցում են, չէ, վերջին հաշվով։ Համապատասխան կառույցներ ունեն, իրենց այսպես տարբերակներն ունեն ճշտելու ինֆորմացիան։ Իրենց զեկուցում են, որ չի աշխատում, Սամվել Կարապետյանի ռեյտինգը հակառակը բարձրանում է։ Հիմա ինչ պետք է անել այդ ժամանակ։ Սկսել արդեն մարդ առանց կանոնների։ 100%-անոց ստեր տարածել, վերջ, որը նորից չի աշխատելու։